Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Գեղինյանն եմ։ Այսօր 2026 թվականի հունիսի 8-ն է։ Ինչպես արդեն հիշում եք իմ նախորդ տեսանյութերից, հունիսի 1-ին ես շնորհավորեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ եւ մաղթեցի նրան ջախջախի հաղթանակ։ Բարեբախտաբար իմ կանխատեսումներն իրականություն դարձան եւ այսօր ես լրատվամիջոցներից տեղեկացա, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջախջախիչ հաղթանակ է տալի ընդդիմադիր հակառակորդների նկատմամբ։ Ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ մնալով ժողովրդին տրված իր երդմանը կհրահանգի, որպեսզի ազգային անվտանգության ծառայությունը անհապաղ դիմակներով ներխուժեն համապատասխան վայրեր եւ հնարավորինս սեղմ ժամկետներում ձերբակալեն եւ կալանավորեն Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Ծառուկյանին եւ իմ փափագսեմ երազանքս է, որ այդ բոլորին նստեցնեն նույն կամերում։ Նաեւ կցանկանայի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել նաեւ ձերբակալել, կալանավորել եւ վնասազերծել Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ազատության մեջ գտնվող բոլոր օրենքով գողերին, այդ թվում նաեւ Արսեն Երևանցուն, Օշականցի Գևորգին եւ մնացած բոլոր օրենքով գողերին, քանի որ օրենքով գողերը մնալով ազատության մեջ ռեալ վտանգ են սպառնում հենց պետության անվտանգությանը եւ նրանք նույնպես պետք է գտնվեն բանտում։ Նաեւ նշեմ, որ լրատվամիջոցների հրապարակումներից ես տեղեկացա, որ կոնկրետ Ստեփանավան քաղաքում հաղթանակ է տարել Սամվել Կարապետյանը եւ այդ կապակցությամբ ցանկանում եմ հնչեցնել իմ դիտարկումները եւ իմ կարծիքը եւ իմ կարծիքով հենց Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանի վատ աշխատանքի արդյունքում է, որ Ստեփանավան քաղաքում հաղթանակ է տարել Սամվել Կարապետյանը, վստահեցնում եւ հավաստիացնում է, որ եթե ես լինեի Ստեփանավանի քաղաքապետը, ապա կանեի ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի Ստեփանավան քաղաքում նույնպես հաղթանակ տաներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նաեւ ցանկանում եմ նշել, որ ես կցանկանայի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեր նաև վերաբացել Ստեփանավանի ներկայիս քաղաքապետ Արմեն Գրիգորյանի վերաբերյալ տարիներ առաջ քննված եւ կարճված քրեական գործի վարույթը, մասնավորապես Ստեփանավանի ներկայիս համայնքապետ Արմեն Գրիգորյանը տարիներ առաջ դանակը մխրճել է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթո Մականով Սարգիս Ղարաքեշիշյանի կոկորդը, որից հետո Քոթոն իր ատրճանակից կրակել էր Արմեն Գրիգորյանի վրա եւ հրազենային վնասվածք էր պատճառել նրան, որի պատճառով Արմեն Գրիգորյանը մի քանի ամիս անցկացրել է բանտում։ Մինչդեռ անհասկանալի առեղծվածային հանգամանքներում չգիտես ինչպես եղավ, որ այդ քրեական գործի վարույթը կարճվեց եւ Քոթոն ու Արմեն Գրիգորյանը իրենց կատարած այդ հանցագործությունների համար այդպես քրեական պատասխանատվության չենթարկվեցին։ Ուստի հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորում եմ հրահանգել վերաբացել այդ կարճված եւ կոծկված քրեական գործի վարույթը, որը կոծկվել է քննիչների եւ դատախազների կողմից։ Այդ ժամանակ գլխավոր դատախազն է եղել Աղվան Հովսեփյանը, իսկ Լոռու մարզի դատախազն է եղել Կարեն Շահբազյանը։ Չի բացառվում, շատ հնարավոր է իմ կարծիքով, ընդհանրապես ես հիմա իմ կարծիքն եմ բարձրաձայնում, իմ կարծիքով շատ հնարավոր է, որ կաշառք տված լինեն դատախազներին եւ քննիչներին, որպեսզի այդ քրեական գործը կոծկվի։ Ուստի ես ակնկալում եմ, որ Քոթոն իր մասով եւ Արմեն Գրիգորյանը իր մասով յուրաքանչյուրը իր կատարած արարքին համապատասխան ենթարկվեն քրեական պատասխանատվության, հանուն արդարության, որի արդյունքում կվերականգնվի արդարությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ջախջախիչ հաղթանակի կապակցությամբ, սպասենք իրադարձությունների հետագա զարգացմանը, անկեղծ ասած հոգիս փառավորվում է, երբ ազգային անվտանգության ծառայությունը ներխուժում է կոռումպացված պաշտոնյաների բնակարաններ եւ նրանց գետնին պարկեցնելով վնասազերծում են։ Նաև նշեմ, որ ներկայումս հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվում է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Քոթո Մականով Սարգիս Ղարաքեշիշյանի, որպեսզի վերջինիցս բռնագանձվեն նրա կողմից ձեռք բերված ապօրինի գույքերը, եւ ես կցանկանայի, որ դրանից հետո Քոթոյի կողմից բռնագանձվելիք այդ ապօրինի շինություններում, այդ հսկայական վիթխարի շինություններում բնակություն հաստատեին անօթևան քաղաքացիները եւ որի արդյունքում կվերականգնվեր արդարությունը։ Այսինքն, եթե Քոթոյից այդ հսկայական ունեցվածքը վերցվի եւ հատկացվի մեկ այլ օլիգարխի, ապա դրա արդյունքում ամենևին էլ չի վերականգնվի արդարությունը եւ արդարությունը կվերականգնվի միայն այն դեպքում, եթե Քոթոյից բռնագանձվելիք այդ հսկայական ունեցվածքը, այդ վիթխարի կայսրությունը հատկացվի անօթևան բնակիչներին, որպեսզի դա դառնա անօթևան քաղաքացիների կացարան։ Այսքանն է ուզում բարձրաձայնել հանրայնացնել իմ հետևորդներին, ակնկալում եմ, որ պետական մարմինները ականջալուր կլինեն իմ այս տեսանյութում արծարծվող ողջամիտ դիտարկումներին եւ ակնկալում եմ, որ պետական իրավասու մարմինների կողմից անհապաղ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ, որ Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բոլորին նստեցնեն նույն կամերում, քանի որ կարծում եմ այդպես ավելի հետաքրքիր կլինի նրանց համար իրենց կալանքը կրելը։
Նաև ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, որ բոլոր օլիգարխներից պետք է այդ հսկայական ունեցվածքները բռնագանձվի հոգուց ժողովրդի, բնականաբար ես կողմնակից եմ դրան, Հայաստանի Հանրապետությունում պետք է օլիգարխներ չլինեն, պետք է ամենուր տիրի հավասարություն եւ արդարություն։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։